Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին գործարարալիքի եթերում է Կիսալուսնի մայրամուտը հաղորդումը։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Տիրան Լոկմագյոսյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոսյան։ Վերջերս նորություններում կարդացի, որ Լեհաստանի փոխարտգործնախարարը նշել էր, որ առաջիկայում կորոշվի Թուրքիայի դերը Եվրամիությունում, եւ ինչն է հետաքրքիր, զուգահեռ նորություններ հայտնվեցին մամուլում այն մասին, որ Եվրամիությունից նշել են, որ անդամակցության հայտ Հայաստանի Հանրապետությունից չեն ստացել։ Եվ այս ընթացքում անդադար մենք խոսում ենք Եվրամիություն գնալու մասին, Ռուսաստանից էլ պարբերաբար արձագանքում են, որ եթե դուք գնում եք Եվրամիություն, ուրեմն հաշվի առնեք, որ Եվրասիական տնտեսական միությունից պիտի դուրս գաք, եւ ինչպես Զախարովն է ասում, երկու աթոռի վրա միաժամանակ նստել չի հաջողվի ձեզ։ Եվ ստացվում է, որ Եվրամիությունում Հայաստանին դեռ չեն սպասում, եւ որովհետեւ արձագանք մեր հայտարարություններին էլ չկա, որովհետեւ դրանք ըստ երևույթին սահմանափակվում են միայն հայտարարության շրջանակներում, իսկ Թուրքիայի դեպքում արդեն իսկ կա որոշակի առաջխաղացում եւ Թուրքիան էլ ակտիվ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեջ է։ Եկեք հասկանանք այս դեպքում ինչ գործողություններ է իրականացնում Թուրքիան եւ արդյոք Թուրքիային սպասում են Եվրամիությունում։ Գուցե սկսենք Հայաստանից։ Այո։ Այն որ մենք նոր օրիենտացիա ունենք դեպի Եվրոպա, դա չի նշանակում, որ մեզ պիտի եվրոպական միություն ունեն։ Իմիջիալոց մեզ մեր վարչապետն էլ արտահայտվեց այդ առումով, որ այդ օրենք ինչ որ բաներ էլ ընդունեցին, չէ, ինտեգրման հետ կապված, ասեց որ դա Եվրոմիություն մտնելու հետ կապված չէ։ Այսինքն իրականում ամբողջ ժողովուրդը բայց այդպես է հասկանում։ Այսինքն ժողովրդի մեծ մասը այդպես է հասկանում եւ շատ ուրախանում են եվրոպացի դարձանք, Եվրոպա առանց վիզայի Եվրոպա կգնանք։ Մտնելով եվրոպացի ենք դառնում, իհարկե։ Այո, ես մի քանի անգամ խոսել եմ մեր միամիտ ժողովրդի մասին, դա մեր ժողովրդի այդ միամտության մեկ նոր արգասիքն է։ Մեզ խափում են իհարկե, մեզ խափում են, բայց ոչ թե Եվրոմիությունը։ Եվրոմիությունը երբեք էլ չի ասել, որ եկեք Եվրոմիություն, մտեք Եվրոմիություն եւ այլն։ Դա մենք էլ չենք ասում, որ Եվրոմիություն պիտի մտնենք, այսինքն ասողները, մեզ խափողները չեն ասում, որ Եվրոմիություն ենք մտնելու։ Եվրոպայի հետ ինտեգրվել եւ այն այդպիսի բառախաղեր են օգտագործում։ Եվ ժողովուրդը կարծում է, որ հա մենք էլ հենա Եվրոմիություն մտանք, հատկապես այն բարակային, որ շատ հետաքրքիր է, աբսուրդ է, որ մենք ասում ենք ուզում ենք Եվրոպա գնանք, ոյ կարծես թե մեր ուզելով դա կատարվեց, Եվրոմիությունն մեզ ընդունում է, Եվրոմիությունից ոչ մի ցենզուր չի եկել մինչև այսօր, որ մենք ձեզ ընդունում ենք, միայն ասում են մոտեցեք Եվրոպային, թողեք արևելքը, եկեք Եվրոպային մոտեցեք, դա է, դրա համար էլ էս վերջերս նորից այդ արություն եղավ, որ մենք հայտ չենք ստացել, իմիջիալոց իրենք չեն ասում թե բա մենք հայտ չենք ստացել, դավայ ուղարկեք ձեր հայտը, այլ մեր հայ լրագրողների հարցումների նիբադասխան են ասում դա, այսինքն այնպես չէ, որ իրենք ասում են ինչի հայտ չեք ուղարկում, ուղարկեք, այլ մերոնք հարցնում են, ժուրնալիստները ասում են թե բա ինչ եղավ մեզ ընդունելու եք, նրանք էլ ասում են մենք հայտ չենք ստացել, երբ ստանանք կքննարկենք, երբ ստանանք ոչ թե կընդունենք, այլ կքննարկենք։ Սրանք բոլորը բառախաղեր են, որը պետք է ճիշտ հասկանալ, ճիշտ գնահատել։ Իրենք ասում են նախ գնահատելը որն է, անգամ եթե ամեն ինչ տեղի լինի, Հայաստանը ուզենա, Եվրոպան էլ ուզենա, դա երկար process է։ Տեսեք, իմիջիալոց ամենամոտ, ամենահետաքրքիր օրինակը հենց Վրաստանն է։ Վրաստանը ամեն ինչ արեց, իր հարաբերությունը փչացրեց Ռուսաստանի հետ, դարածք կորցրեց դրա պատճառով եւ այլն, ու մինչև այսօր 30 տարին անցել է, դեռ չի մտած Եվրոմիություն, Եվրամիությունը դեռ չի ընդունում, հա, ինչ որ վիզայի ազատականացում տվեցին եւ այլն, հա, Թուրքիային էլ տնտեսական ինչ որ բաներ տվեցին, այսինքն տեսեք Եվրամիությունը նաեւ տնտեսական խնդիր ունի եւ թողեցին, որ ինչ որ ապրանքներով Թուրքիան կարող է ապրանք վաճառել Եվրոպային, ավելին չէ։ Վիզայի հետ կապված ոչ մի հատ չի քննարկվում, իմիջիալոց Թուրքիան ավելի
ցայդուն օրինակ է, սակայն Թուրքիան առանձին խնդիր է, դրա համար ես Թուրքիա չասեցի։ Ես ասացի Վրաստան, որովհետև Վրաստանը ամեն ինչ արեց։ Ամեն ինչ արեց, շատ ինչպես ասեցին, կորուստներ էլ ունեցավ դրա պատճառով եւ այլն, բայց էլի չընդունեցին, այսինքն այդ գործընթացը մտամ շարունակվում է։ Եվ հիմի որ Վրաստանը արդեն նոր իշխանություն ունի, որը այլևս հագարուսական չէ, չեմ ասում բռոռուսական է, որովհետև չէ այդպես, բայց հագարուսական էլ չէ, ու դրա համար բաճեցին, հիմա այդ ամբողջ գործընթացը կանգ է առած, կարծեք թե շատ էր առաջ գնում, հիմի կանգ է առած։ 30 տարի այդ խեղճերը սպասում են, իրենք էլ պատկերացնում են, որ հենա մտնում են, դրա համար Եվրոմիության դրոշներին բանում, քաշում, բանին ու հետո Եվրոմիությունից բողոք էր գալիս, բայց դուք Եվրոմիություն չեք մտել, իջացրեք այդ դրոշն, այդ դրոշը իջացնում էին, երկու օր հետո էլի են բարձրացնում այդ դրոշը, այսպեսի մի խաղ էր գնում եւ 30 տարի հետո ի վերջո հասկացան, որ իրենց այդ խաղում են միայն ոչ մի այդպիսի նպատակ չունեն, բացի այդ այս վերջի բանի ժամանակ Հայդարության ժամանակ ասվեց, որ Եվրոմիությունը մտնելու համար մի քանի կրիտերներ է պետք։ Եվ այդ կրիտերներից մեկը նշվեց, որ Եվրոպայում պետք է գտնվի այդ երկիրը։ Իսկ մենք Եվրոպայում ենք, Վրաստանը Եվրոպայում է, անգամ Թուրքիան, Թուրքիայի մի մասը Եվրոպայում է, սակայն ասենք 90% կամ 95% Եվրոպայում չէ, ասիական մաս է դա։ Դրա համար կոչվում է նաև Փոքր Ասիա այդ տարածքը, որը այսօր թուրքերը Անատոլիա են անվանում։ Հիմի Թուրքիան ասիական է, թե եվրոպական։ Իհարկե պետք եղած ժամանակ ասիական են նկատում, պետք եղած ժամանակ եվրոպական։ Իսկ մենք ընդհանրապես Ասիայում ենք։ Մենք Եվրոպայում չենք, որ Վրաստանն էլ Եվրոպայում չէ։ Այսինքն այստեղ էլի մի հատ բառախաղ կա, մենք կքննարկենք, բայց իմացեք, որ այսպիսի կրիտերներ կան։ Այսինքն իմացեք, որ դուք երբեք չեք մտնի Եվրոմիություն։ Դեսեք արդեն եթե բանը եվրոյի այդ բանկնոտների վրա նայեք, հետնամասում, չգիտեմ, բոլորի մոտ չգարդում, ինչ որ է, ինչ որ բանկնոտների վրա կա Եվրոմիության կարդեսը։ Այդ կարդեսը հասնում է մինչև Թուրքիայի, ասենք, 1/3-ը, այդ եվրոպական մասը եւ մի քիչ էլ էգեական տարածքը։ Դրանից հետո եվրոպական տարածք չէ, այդպես չի ընդունում իրենց կողմից էլ, դրա համար էլ ոչ մի երկիր, անգամ Ուկրաինան էլ, որ շատ մտածում էր, թե ինքն էլ Եվրոմիություն կմտնի, ՆԱՏՕ կմտնի եւ այլն, շանսեր չունեն։ Կարող է քաղաքական առումով շատ մեծ անհրաժեշտություն լինի, շատ մեծ շահ ունենա Եվրոմիությունը, անգամ մեզ ինտեգրելու, այն ժամանակ կարող է լինի, սակայն չի լինի։ Հատկապես պետություններ, որոնք, ասենք, պատերազմի մեջ են կամ հողային խնդիրներ ունեն եւ այլն, դրանք երբեք չեն մտնի։ Մեկ բացառություն եղավ, դա էլ Կիպրոսն էր, եւ դա էլ քաղաքական էր։ Դա էլ քաղաքական էր։ Եվ անգամ այդտեղ թուրքերը ընդունում էին, որ միանան, այսինքն մեկ Կիպրոս ծարկեն, միայն թե իրենք էլ մտնեն Եվրոմիություն, բայց այնտեղ հույնները խանգարեցին, ասում չէ, մենք չենք ուզում։ Մենք չենք ուզում։ Դրա համար Կիպրոսի այն մասը մտավ, հունական մասը մտավ Եվրոմիություն, մյուս մասը մնաց Եվրոմիությունից դուրս։ Դա էլ քաղաքական որոշում էր, իրենց համար ինչ որ մի շահ կար այնտեղ, պետք էր իրենց համար, դրա համար արեցին, թե չէ այդպիսի երկիր, եթե ինչ որ խնդրեմ ունի, հողային խնդրեմ, երբեք չի ընդունվի Եվրոմիություն։ Սա է Եվրոմիության կրիտերները։ Հիմի կանգնենք Թուրքիային։ Թուրքիան ասեցի, որ նա հadoop դեպք է, ինչի համար հadoop դեպք է, որովհետև ինչպես ասացի, Վրաստանը ամեն ինչ արեց մտնելու համար, իր կարելին եւ անկարելին արեց, Թուրքիան այդպես չէ։ Թուրքիան արդեն քանի տարի է, արդեն տասնյակ տարիներ է, հիմա կոնկրետ չեմ էլ կարա ասեմ, թե քանի տասնյակ տարի, որ ուզում է Եվրոմիություն մտնի։ Իհարկե, մինչև Էրդողանի գալը
ավելի մեծ թափով ուզում էին շատ մեծ ցանկություն ունեին շատ բաներ էին անում իսկ Էրդողանը որ եկավ ավելի նոր քաղաքականություն մտցրեց ասեց մեր առաջնահերթությունը չէ Եվրոպամիությունը մենք իհարկե նաև գոզանանք Եվրոմիություն մտնել սակայն եթե դա իրենք դժվարություն են անում մեզ մենք էլ չենք գոզում մենք կնայենք դեպի արևելք եւ այդպես էլ արեց իր քաղաքականությունը մինչեւ այսօր էլ այդ քաղաքականությունը շարունակում է սակայն այնուամենայնիվ գա այդ գործընթացը ինչպես ասենք տասնյակ տարիներ ինչ Վրաստանը ինչ եթե Վրաստանը 30 տարի է սպասում նրանք 60-70 տարի են սպասում կարելի ասել սակայն այդ գործընթացը կա իրենք ինչ Էրդողանը եկել է 20 տարի ոչ մի ձենձուպտուն չեն անում շատ չեն խոսում դրա հետևից չեն ընկած սակայն իրենց աչքը հարած են դա իհարկե այդ ուղղությամբ եւ եթե Եվրոմիությունը ուզենա իրենք էլ կմտնեն սակայն այստեղ մի խնդիր կա իրականում ժամանակին այո Եվրոմիությունը ուզում էր Թուրքիային ունենա, որովհետև դե Թուրքիան մեծ երկր է, բնակչությունն է, այսինքն շուկայի է դա, եւ տնտեսությունն է սկզբում այն ժամանակներ, երբ որ առաջի խոսակցությունները կար Եվրոմիություն մտնելու մասին Թուրքիայի, այդքան տնտեսությունը զարգացած չէր, բայց գնալով ավելի զարգացավ, բավականին զարգացած էին։ Այդ պատճառով կարելի է վերցնել, որովհետև Եվրոմիության խնդիրը կա, որ այդ երկրները պետք է ինչ-որ մի աստիճանի բերվեն, հետո ընդունվեն, որ պրոբլեմներ չառաջանա տարբեր առումներով, թե տնտեսական, թե քաղաքական, թե մարդու իրավունքների առումով եւ այլն, եւ հենց այդ վերջինով, այսինքն մարդու իրավունքների առումով Թուրքիան կաղում է, միշտ կաղացել է, այսօր շատ ավելի շատ է գաղում, եւ դա գլխավոր պրոբլեմներից մեկն է։ Գլխավոր պրոբլեմներից մեկն է, սակայն մի գլխավոր ուրիշ պրոբլեմ կա Թուրքիայի հետ կապված, գիտեք, Եվրոմիությունը մի փակ ագումբ է, այսպես ասած, իր բաներ ունի, իր օրենքներ ունի, իր կանոններ ունի, եւ պիտի համագերվես, պիտի ընդունես այդ օրենքները, որ մտնես Եվրոմիություն։ Չի լինի, որ դու չընդունած այդ բաները մտնես, քեզ չեն ընդունի։ Իսկ Թուրքիան հակառակն է անում։ Թուրքիան ուզում է իր օրենքները բարդացնել Եվրոմիությունը, իհարկե չի ստացվում։ Գլխավոր պատճառը, իհարկե ամենագլխավոր պատճառը դա է, որովհետև Թուրքիան տասնյակ տարիներ շարունակ փորձել է իր ուզած ձևով մտնի, իր կանոններով, իր օրենքներով, բան ասում են չէ, այ մեր կանոններով պիտի խաղաս։ Խաղում ես մեր կանոններով, կմտնես խաղի մեջ, չես խաղում, չես կարող մտնես խաղի մեջ, այդ պատճառով էլ մինչև այսօր եւ Թուրքիան, այո, ինքը համարում էր եւ բանը չէր ուզում է շարունակ իր կանոնները թելադրած լինի, չէր ստացվում։ Դրա համար Թուրքիան մինչև այսօր էլ չի ընդունված։ Հիմի Էրդողանական Թուրքիան, որ այսօր գոչում են դիկտատորական երկիր, Էրդողանին գոչում են դիկտատոր եւ այլն, իհարկե ոչ միշտ զգուշ են այնտեղ, որովհետեւ Թուրքիայի կարիքը ունեն վերջի, ինչպես որ Ադրբեջանը այդպես է այսօր, իհարկե Ադրբեջանի կարիքը ավելի շատ ունեն եւ ավելի շատ երկրներ ունեն, արևելքն էլ ունի, արևմուտքն էլ ունի, դրա համար ոչ մեկը մի թթու խոսք չի ասում Ադրբեջանի նկատմամբ, ընդհակառակը բոլորն էլ գնահատում են Ադրբեջանին եւ այն տարբերարումները։ Թուրքիան էլ Թուրքիայի կարիքը ունեն։ Թուրքիայի քանի կարիքը ունեն, այդքան շատ չեն քշում Թուրքիայի վրա եւ հատկապես կառավարությունները չեն քշում Թուրքիայի վրա։ Բանը ընդդիմությունը կարող է ասի ինչ ուզում է, իհարկե կառավարությունը իրեն չի կարող դա շռայլի, դրա համար ընդդիմությունից, ասենք եվրոպական որոշ երկրներից որոշ մարդիկ, քաղաքական գործիչներ, հակաթուրքական խոսքեր արտասանում են, կոչեր անում են, սակայն դրանք հիմնականում ընդդիմության պատկանող բաներ են, ներկայացուցիչներն իշխանությունից, ոչ մի վարչապետից, նախագահից չեք լսի այդպիսի բան, հակաթուրքական, անգամ Մերկելի ժամանակ Մերկելին ուղղակի անպատվեց
Էրդողանը հայոյեց իրան, բայց Մերկելը բանի տեղ չդրեց, անգամ Մերկելը իր պաշտոնավարման ավարտին, ասենք մի քանի այցելություններ արեց, ցտեսության այցելություններ, եկավ Թուրքիա, ողջագուրվեցին եւ այլն, երկուսն էլ քաղաքականություն է, որը մենք չենք հասկանում, իրենք շատ լավ հասկանում են։ Սա քաղաքականություն է։ Կարաս մեկի երեսը թքես, այնը գասե անձրև է գալիս ու վերցավ գնաց։ Սա է քաղաքականությունը։ Այսօր նորից, այսինքն այդ ջաշը շարունակ գոլ վիճակում է, անգամ դակ վիճակում չէ։ Երկու կողմից էլ գոլ վիճակում բախվում է իհարկե։ Դրա համար ժամանակ առ ժամանակ ինչ որ մեկը ինչ որ մի տեղից մի հատ հայտարարություն կանի, թե նաև գուցե նաև դրա համար կանի, որ Թուրքիային ասե թե գիտես ինչ, մենք կարող ենք վերջ-վերջո քեզ ընդունենք։ Մտածե դրա մասին, բայց իհարկե այդ բայցը կա, բայց սենց չի լինի, ինչ որ մի բաներ պիտի անես, որ մենք քեզ ընդունենք։ Այդ հարցը կքննարկենք մենք կասի, ինչպես որ մեզ են ասում, հա, եթե հայտ ուղարկեք, մենք կքննարկենք։ Քննարկելը չի նշանակում ընդունել։ Եվ դա էլ որ ասում է, որ քննարկվելու է, կարող է քննարկվի կամ Թուրքիայի հարցը, դա չի նշանակում, որ մենք պիտի Թուրքիան երկու օրում ընդունենք կամ անգամ երկու ամսում պիտի ընդունենք, ոչ, կարող ենք նորից քննարկենք, կարող ենք քննարկենք, եթե դու քեզ լավ բայես, պիտի այդ բաները լավ հասկանալ, թե ինչ կա այդ խոսքի տակը։ Թուրքիան Եվրոպական միության մտնելու բանը հարցը կամ ինչ ասենք արգածախնդրությունը սա է։ Թուրքիան տասնյակ տարիներ փորձում է, բայց փորձում է իր ձևով, բայց Թուրքիան այսօրվա վիճակով երբեք չի, այսինքն հենց այսօրվա վիճակով պատկերացեք ինչ խնդիրներ կա, մարդու իրավունքների խնդիրներ կա, գլխավոր լիքը հարյուրներով մարդ բերդում նստած են, չեմ ասում ինչ որ հանցագործների մասին, ոչ, հենց քաղաքական պատճառներով, հարյուրներով մարդ քրդեր, բաներ եւ այլն բերդում նստած են, լիքը ուրիշ խնդիրներ կա Թուրքիայում, եւ նաեւ այդ ռադիկալ իսլամի այդ բանը կա, որ դրանից էլ վախենում են, չնայած դա այդքան մեծ խոչընդոտ չի լինի, եթե պետք է կարող է չտեսնեն դա ուղղակի, պետք եղած ժամանակ երեք կաբիկը շատ հեշտ խաղում են եվրոպացիները, իրանց պետք եղած ժամանակ իհարկե, սակայն այդ մարդու իրավունքների խնդիրը, որովհետև իրենց գլխավոր գրվաններից մեկն է Եվրոպայի, չնայած, հա, այսօր շատ փոխվել է Եվրոպան այս վերջի մի քանի տարվա մեջ, օրինակ տեսնում ենք, որ Ուկրաինայի հետ ինչ որ պետք է տեսնում է, իրենց ինչ որ պետք է, ինչ որ պետք չեն տեսնում։ Ժողովրդի միջից եւ այլն ձայներ կան իհարկե, որ ցույց են տալիս, որ այ մարդ տեսել կա, չէ, իրենց պետք չեն տեսնում։ Եվ ասենք մեր հարցով Ադրբեջանի հարցով, մեր գերիների հարցով, տեսեք Քալասը Եվրոպայի ներկայացուցիչը եկավ, այն էլ 25 ապրիլին։ Այո, հաջորդ օրը։ Այո։ Երևի շատ մեծ լավություն արեցին, որ 24 ապրիլին չարեցին դա, գնաց շատ լավ ընդունելություն գտավ, ինքն էլ շատ սիրուն խոսքեր շրայլեց, բա Հայաստանը Բայց ինչի Հայաստան չեկավ եւ քննադատեցին։ Իհարկե սա էլ մի բան է, որ մենք պետք չէ խափնվենք, ինչպես որ միշտ խափնվում ենք իհարկե, այո, անգամ եվրոպական Եվրոմիության բաներ ինչ որ պատգամավորներ դեմ խոսեցին, վատ խոսեցին, անգամ գերմանացի, ֆրանսացի եւ այլն քննադատեցին, այո, սակայն նրանք էլ անհատներ են կառավարություններից ոչ մեկը չքննադատեց այդ բանը, Եվրոմիության վերնախավը չքննադատեց, ընդհակառակը Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շատ ավելի առաջ էր գնացել էր
ինչ բաներով, ինչ խոսքեր էր շրայլեր հենց բանի Ալիևի մասին, թե ինչ մարդ է եւ այլն եւ Ադրբեջանը ինչքան պետք է իրենց շատ վստահելի գործընկեր է ու Հայաստանը ծախեցին շատ հեշտ կարող են ծախել այսօր կան քաղաքական գործիչներ Եվրոպայում որոնք արտահայտվում են շատ նոր իմիջայլոց որոնք արտահայտվում են թե Գերմանիայում օրինակ մի գուսակցություն կա AfD Alternative für Deutschland կոչվում է որոնք ներկայացվում են որպես աջ ռադիկալիստներ ոչ ընդհանրապես ռադիկալ չեն աջ են բայց ռադիկալ չեն իսկ այդ խոսքը ասողը ձախ է եւ ձախը ընդհանրապես ռադիկալ չի ընդունվում չէ ու ինչ է արտահայտվում ամբողջ AfD-ին պետք է գազի սենյակներ մտցնել ասում պատկերացնում եք Հիտլերյան կոչ է սա նացիստական կոչ է պետք է գազի կամերաներ մտցնել ու վերացնել ամբողջ AfD-ի ներկայացուցիչները սա ասողը ձախ կուսակցության պատկանող է այսօր արդեն Եվրոպայում խոսում է ձախ ռադիկալիզմի մասին որովհետև այն որ միշտ ասում են աջ ռադիկալիզմը շատ վատ բան է ֆաշիզմ է մենք այսօր տեսնում ենք որ ձախ ռադիկալիզմը ավելի ուժեղ ֆաշիզմ է քան աջ ռադիկալիզմը կամ այսօրվա աճերից Եվրոպան այսօր այդպիսի վիճակում է այսինքն այն որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա խեղճ ուկրաինացիներին մորթում է սպանում է եւ այլն դա տեսնում են բայց այն որ 8 տարի շարունակ Ուկրաինայում էին մարդիկ դանջանքներով սպանվում վառում էին մարդկանց բաներին անում եւ հազարներով երեխա էին սպանում դա այսօր չեն տեսնում հետաքրքիրը ինչ է այն ժամանակներ տեսնում էին Այսօր մենք ասենք այդ սոցցանցերի միջոցով իհարկե թե չէ ոչ մի ուրիշ կերպ չի ստացվի այդ բաները մենք ստանում ենք օրինակ 14 թվականներ կարծեմ եթե չեմ սխալվում բանը հերոստատեսությունները այսինքն մի փոքր ինչ որ բան հերոստատեսություն էլ չէ գլխավոր մեծ հերոստատեսություններից հագա ուկրաինական խոսքեր կան այնտեղ հնչում թե ինչեր են կատարվում այդ երկրում ժողովրդավարությունից շատ հեռացել է մարդիկ են սպանվում երեխեք են սպանվում այսօր չի խոսում եթե այսօր դրա մասին խոսեք խնդիրներ են առաջանում ոչ միայն սոցցանցերում այլ նաև բանը դատախազության հետ ուղղակի խնդրեմ եք ունենում պատկերացնում եք եթե դուք ասեք թե ժամանակին բանը կամ Ուկրաինայում նացիստներ կան մարդկանց նստացնում են եթե դուք ասեք թե ժամանակին Ուկրաինայում ռուսներին սպանում էին նստացնում են դատախազություն դատ է բացում ձեր վրա այդպիսի абսուրդ վիճակ է եւ այն անձը որ ասում է գազի կամերաներ պետք է մտցնել այս մարդկանց որոնց ոչ մի բան չկա Թուրքիայում էլ եւ խոսքի ազատություն է սահմանափակ եւ մամուլի ազատությամբ այսօր կարդացի կարծես 159-րդ տեղն է զբաղեցնում Թուրքիան բայց ինչն է հետաքրքիր երբ որ համեմատում ենք Հայաստանում մասնավոր հարցումներով ժողովուրդը կարծես թե կողմ է դեպի Եվրամիություն գնալու իսկ Թուրքիայում ժողովրդի խոսքը եթե ինչ որտեղ արտահայտվում է կան ազդակներ իրենց կողմից, որ իրենք էլ ունեն ցանկություն Եվրամիություն մտնելու։ Տեսեք, այսօր ժողովուրդ որ ասում ենք, թե Հայաստանի, թե Թուրքիայի մասին, ժողովուրդը մի զանգված է, որին կարելի է աջ կամ ձախ թեքել։ Եվ այդպես էլ արվում է, ամբողջ աշխարհում էլ այդպես է արվում, մեր մոտ էլ այդպես է։ Մեզ մոտ էլ վերջի տարիներին մի մեծ ռոպագանդ գնաց դեպի Եվրոպա եւ միշտ էլ մեր ժողովուրդը միամիտ զանգվածը միշտ էսենց երբ որ Եվրոպա ասվում է ասենք 1920-30-ական թվականների Փարիզն են պատկերացնում եւ այն ես դիքը մարդիկ գիտեմ որ Ֆրանսիայում ապրող 30 տարի Ֆրանսիայում ապրող մարդը Փարիզ ապրող մարդը փախնում է Փարիզից իմ ընկերս 30 տարի այնտեղ մեծացել է բանը փախավ եկավ Հայաստան մարդը իմ Հայաստանից չէր այսինքն Թուրքիայից գնացել էր այնտեղ եկավ Հայաստան ապրել չի լինի ասում այնտեղ
Այո, այնտեղ հայտարարակ վիճակի ոչ միայն Ֆրանսա, նաև Գերմանիա, նաև ուրիշ են, բայց հիմնականում Ֆրանսիան եւ Գերմանիան շատ վատ վիճակում են հայտարարում։ Նույնը Թուրքիայում է։ Թուրքիայում է բեդությունը, եթե ինչ ուզում է այդ կան այդ ժողովրդի հետ։ Տեսեք, այսօր հակահայ դրամատրություն կա Թուրքիայում։ Եթե բեդությունը որոշի հակառակն է լինելու, մի շաբաթում, տեսեք, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, մի շաբաթում ամբողջ ժողովրդի տեսակետը կփոխվի, բոլորը հայասեր կդառնան։ Եվ այսօր էլ եթե թուրք ժողովրդի մեջ ինչ որ մի զգացում կա Եվրոպայի նկատմամբ կամ հակաեվրոպական, դա լրիվ կառավարությունից է կախված։ Այսօր այդքան Եվրոպայի մասին բան չկա, այսինքն մեծ սեր, մեծ մոտեցում չկա, ինչի, որովհետև ինչպես ասեցինք, Էրդողանի քաղաքականությունը Եվրոպա մեջ չէ, հակառակը դեպի ասենք Ադրբեջան ամեդ է, դեպի արևելք է եւ այլն, եւ հայկական է, բայց կար մի ժամանակ, որ շատ բավականին մեղմ էին դեպի Հայաստանը եւ կարելի ասել, պրոհայկական էին դարձել, բայց ասում եմ, այսօր այդպես, վաղ այնպես, ոնց ուզում են այդպես կթեքեն։ Մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին, պարոն Լոքմագյոզյան, իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում կիսալուսնի մայրամուտ հաղորդումներ կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։